Հարգելի հետևորդներ, այս թողարկմանը խոսել ենք խնձորի մասին։ Խնձորը աշխարհի ամենաճանաչված, բայց ամենաքիչ գնահատված մրգերից է։ Մենք այն տեսնում, ուտում ենք ամեն օր եւ հենց դրա համար էլ հաճախ չենք մտածում, թե ինչ հսկայական լավ ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ Բայց իրականում խնձորը սրտի պաշտպանն է, աղիների կարգավորիչն է, լյարդը մաքրողն է, իմունիտետ ուժեղացնողն է եւ նույնիսկ քաղցկեղից պաշտպանող հզոր գործիք է։ Խնձորը հիմնականում բաղկացած է ջրից եւ բջջանյութից, բայց դրա իսկական ուժը հենց մանրաթելերի հատուկ կազմի մեջ է։ Խնձորի կազմում կա պեկտին, սա լուծելի մանրաթել է, որը խնձորին տալիս է աղիները կարգավորելու, խոլեստերինը նվազեցնելու եւ շաքարը հավասարակշռելու ունակությունը։ Ֆլավոնոիդներ, ուժեղ հակաօքսիդանտներ են, որոնք կանխում են բորբոքումները եւ մահացու հիվանդությունները։ Վիտամին C իմունիտետի ակտիվացնողն է, կալիում սրտի աշխատանքի կարգավորիչ եւ մկանների համար կարեւոր տարր։ Կվարցետին սա նյութ է, որը օգնում է պայքարել ալերգիաների, բորբոքման եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների աճի դեմ։ Շատերը չեն գիտակցում, որ միջին չափի մեկ խնձորը ունի ավելի շատ հակաօքսիդանտներ, քան բազմաթիվ թանկ հավելումներ։ Խնձորի 10 հիմնական օգտակար հատկությունները։ Կանխում է սրտային հիվանդությունները։ Պեկտինը եւ պոլիֆենոլները վերացնում են վատ խոլեստերինը, նվազեցնում թրոմբների առաջացումը եւ կարգավորում արյան ճնշումը։ Օրական 1 խնձորը սրտի հիվանդությունների ռիսկը կարող է նվազեցնել մինչեւ 20%-ով։ Երկրորդ, աջակցում է աղիների առողջությանը։ Խնձորի պեկտինը սնունդ է աղիների լավ բակտերիաների համար։ Սա բարելավում է մարսողությունը, կանխում է փորկապությունը, նվազեցնում է բորբոքումը, կարգավորում է աղիների շարժունակությունը։ Աղիները սիրում են հենց պարզ սնունդ եւ խնձորը դրանց սիրելի վառելիքն է։ Երրորդ, օգնում է նիհարելուն եւ քաղցի նվազեցմանը։ Խնձորը ունի ցածր կալորիականություն եւ հագեցնող ուժ։ Մեկ խնձորը կարող է կտրել քաղցը 2-3 ժամով արագ շաքար չբարձրացնելով։ Պեկտինը դանդաղեցնում է սննդի անցումը ստամոքսից աղիներ եւ մարդը ավելի երկար է կշտացած մնում։ Նվազեցնում է շաքարային դիաբետի վտանգը։ Խնձորի պոլիֆենոլները պաշտպանում են ենթաստամոքսային գեղձը, իսկ մանրաթելերը կայունացնում են արյան գլյուկոզայի մակարդակը։ Օրական 2 խնձոր օգտագործող մարդկանց մոտ երկրորդ տիպի շաքարախտի ռիսկը նվազում է մոտ 20%-ով։ 5. Վերացնում է բորբոքումները։ Խնձորը հակաբորբոքային կոմպլեկտ է։ Կվարցետինը, կատեսինը եւ C վիտամինը նվազեցնում են բջջային բորբոքումների ռեակցիաները, ինչի շնորհիվ նվազում է մազաթափությունը, մաշկային խնդիրները, հոդացավերն ու քրոնիկ հոգնածությունը։ Լյարդը մաքրող բնական միջոց։ Պեկտինը, պոլիֆենոլները եւ բջջանյութը օգնում են լյարդին հեռացնել տոքսինները, իսկ խնձորը չափազանց հարուստ է այս 3 նյութերով։ Խնձորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է լյարդի ճարպակալման ռիսկը։ Առողջ եւ ամուր լյարդ ունենալու համար ձեր սննդակարգում ավելացրեք խնձոր։ Տարիների ընթացքում կզգաք, թե ինչպես է այն բարելավում լյարդի առողջությունը։ 8. Ուժեղացնում է իմունիտետը։ Խնձորը հզոր հակաօքսիդանտային վահան է, որը պաշտպանում է բջիջները վիրուսներից եւ բակտերիաներից։ Տարածված է, որ խնձոր օգտագործող մարդկանց մոտ մրսակցության դեպքերը 20-25%-ով ավելի քիչ են։ Հաջորդը պաշտպանում է ուղեղը։ Խնձորի կվարցետինն ու ֆլավոնոիդները պաշտպանում են ուղեղի բջիջները։ Սա նվազեցնում է Ալցհեյմերի եւ դեմենցիայի առաջացման ռիսկը։ Որ խնձորն է ամենաառողջը։ Կարմիր վառ խնձորները ունեն բարձր հակաօքսիդանտային բաղադրություն։ Թթու խնձորները շատ քիչ շաքար են պարունակում։ Տնական կամ գյուղական խնձորացվածը առանց ծանր քիմիայի է։ Շատ կարևոր է նաեւ, որ չի կարելի կլպել խնձորը, քանի որ օգտակար նյութերի 60-70%-ը հենց կեղևի մեջ է։ Ինչպես ճիշտ օգտագործել խնձորը։ Լավագույնն է 2 խնձոր օրեկան։ Օգտագործել ամբողջական, ոչ հյութի տեսքով։ Ցանկալի առավոտյան կամ ճաշից առաջ։ Հյութը խորհուրդ չի տրվում, քանի որ պարունակում է բարձր շաքար։ Խնձորի ճիրը օգտակար է, սակայն կալորիան շատ է։ Ռիսկերի եւ հակացուցումների մասին։ Չնայած ամբողջական օգտակարությանը, որոշ դեպքերում խնձորը պետք է սահմանափակել։ Եթե ունեք խոց, գաստրիտ բարձր թթվայնությամբ, թթու խնձորները կարող են կրկռել այս խնդիրը։ Եթե ունեք աղիքների գերսպազմ, մեծ քանակի պեկտինը կարող է ծանրություն առաջացնել։ Շաքարախտի դեպքում միայն թթու խնձոր եւ ամբողջական, ոչ հյութ։ Ալերգիա կարող է առաջանալ, բայց հազվադեպ։ Քայքայված էմալ, չափազանց թթու խնձորները կարող են վնասել ատամները։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը, շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։